Վրաստան-Չինաստան հարաբերություններ և համապարփակ ռազմավարական գործընկերության խորացում։ Վերջերս Վրաստանի վարչապետը անցկացրեց ճեպազրույց, որտեղ կոնկրետ օրինակներով անդրադարձավ Չինաստանի հետ հարաբերությունների խորացման կարևորությանը։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց այս ուղղությամբ աշխատող նախարարների կաբինետի անդամներին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին, որը ստորագրեց համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Վարչապետը նաև պատասխանեց լրագրողների հարցերին։ Վրաստանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մեկնարկը Թբիլիսիում տարբեր արձագանքներ է ստացել։ Իշխող թիմը բարձր է գնահատում ռազմավարական գործընկերության նոր փուլի անցումը և նշում, որ այս գործընկերությունը կարևոր քաղաքական իրականություն է Վրաստանի համար։ Ընդդիմությունը ողջունում է Չինաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցությունը, սակայն ասում է, որ Չինաստանը չի կարող հակակշիռ դառնալ պետությունների հետ ռազմավարական գործընկերության կուրսին։ Հիշեցնենք, երեկ ընդլայնվեց Վրաստանի և Չինաստանի միջև 3 տարի առաջ ստորագրված համաձայնագիրը, որը ենթադրում է համապարփակ ռազմավարական գործընկերության սկիզբ։ Ընդդիմության արմատական թևը արտաքին ուժերի թելադրանքով վնասում է երկրի շահերը, գործում է արտաքին ուժերի օրակարգով և խաթարում Վրաստանի ինքնիշխանությունը։ Այսպես է արձագանքում խորհրդարանի նախագահը ընդդիմության վերջին հայտարարություններին Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի վերաբերյալ։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով ընդդիմության մի մասը միտումնավոր տարածում է կեղծ տեղեկատվություն։ Խորհրդարանի նախագահի խոսքով երկրների միջև առողջ գործընկերությունը հիմնված է ոչ թե մեկ երկրի կողմից մյուսի շահերին ծառայելու, այլ երկրների միջև ազգային շահերի համընկնման վրա։ Ընդդիմադիր դաշինքում տարաձայնությունները թեժանում են։ Ազգային շարժման դիրքորոշումը այն է, որ կուսակցությունը կմնա դաշինքում և կշարունակի իր աշխատանքը։ Ինչ վերաբերում է հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամյային, ապա նրա խոսքով նախկին իշխող կուսակցությունը իրականում ֆորմալ առումով դաշինքում է եղել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով վերջին 48 ժամվա ընթացքում թմրանյութերի մեղադրանքով ձերբակալվել է 119 մարդ, այդ թվում 49 թմրավաճառ։ Ինչպես նշել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն, ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Թմրանյութերի մեղադրանքով ձերբակալված անձանց անձնական իրերի, տրանսպորտային միջոցների և բնակելի շենքերի, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերից խուզարկության ժամանակ որպես ապացույց առևանգվել են տարբեր տեսակի թմրանյութեր՝ հերոին, կոկաին, ալֆա-ՊՎՊ, մեթադոն, մեթֆորմին և այլն։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանի վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր «Տրանսկասպյան տրանսպորտային միջանցք. Վրաստան հասանելիություն և տրանսպորտի բարելավման» նախագիծ, որը նախատեսում է Վրաստանին 372 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը։ Նախագիծը նախատեսում է Վրաստանի երկաթուղիների համար էլեկտրաշոքեքարշերի ձեռքբերում, երկաթուղային հզորությունը մեծացնելու համար էլեկտրական ենթակայանների կառուցում, Վրաստանի երկաթուղիների ինստիտուցիոնալ ամրապնդում, ինչպես նաև Բադիաուրից և Չալաուբանի և Չալաուբանից մինչև Բադիաուրի ճանապարհի հատվածները և Գուրջանից մինչև Թելավի ճանապարհի հատվածի կառուցում։ Մայրաքաղաքի կառավարության նիստում Կախա Կալաձեն խոսել է սոցիալական աջակցության, կրթության, տրանսպորտի, քաղաքաշինության և երիտասարդական քաղաքականության հետ կապված մի շարք կարևոր նախագծերի և նախաձեռնությունների մասին։ Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը Չուղուրեթի շրջանի Իվեր-Թուբանի բնակավայրում նոր մանկապարտեզ կկառուցի, որի համար հատկացվել է 5000 քառակուսի մետր տարածք, իսկ նախագծի արժեքը կազմում է 9,8 միլիոն լարի։ Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետի խոսքով հասարակական տրանսպորտի օպտիմալացումը շարունակվում է։ Հունիսի 27-ից սկսած համար 321 երթուղով, որը Դիդիդիղումից կապում է Սարթիջալայի մետրո կայանը, կգործարկվի ևս 18 մի քանի մեքենա, 18 մետրանոց և 12 մետրանոց ավտոբուսներ։ Բացի այդ, 293 երթուղում կավելանա 2 ավտոբուս։
Թբիլիսի քաղաքապետարանը 45 ընտանիքի նոր բնակարան է տրամադրել։ Չուղորեթեի շրջանի Պատասակաձե փողոցի 19 համարի վրա գտնվող Խարխուլ շենքում բնակվող ընտանիքները ստացել են բնակելի տարածքներ։ Տարիներ շարունակ այս հասցեում ապրել են Աբխազիայից տեղահանված ընտանիքներ և սոցիալապես անապահով քաղաքացիներ։ Շենքը խարխուլ և վտանգավոր էր։ Ընտանիքների համար անվտանգ միջավայր ստեղծելու նպատակով Թբիլիսի քաղաքապետարանը 2019 թվականին սկսեց նախագծի իրականացումը և Չուղորեթեի շրջանի Կապանաձե փողոցի թիվ 4 հասցեում հողամաս հատկացրեց, որտեղ կառուցվեց նոր շենքը։ Աբխազիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Գյորգի Չինչարաձեն այցելեց Սամեգրելո Զեմոսվանեթիի տարածաշրջան։ Կառավարության նախագահը հանդիպեց Աբխազիայից տեղահանված բնակչության հետ, որոնք բնակվում են Ջվարի և Փոթի քաղաքներում և ծանոթացավ բնակարանային շենքերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին։ Տարվա ամենախոշոր երաժշտական Բորիս Պայչաձեի շոուն կկայանա Դինամո արենայում հունիսի 12-ին։ Մեր ժամանակների ամենակարևոր և ամենաազդեցիկ երաժշտական դեմքերից մեկը Քանյե Ուեսթը ելույթ կունենա վրաց հանդիսատեսի առջև։ Մշակույթի նախարարը ծանոթացել է կազմակերպչական աշխատանքներին։ Քանյե Ուեսթը ունի 24 Գրեմմի, վաճառված ավելի քան 150 միլիոն ալբոմ և անմոռանալի համերգային փորձառություններ։